Լուծենք 2022 թվականի թեստ առաջինի 29-րդ խնդիրը, ուղղանկյուն սեղանի փոքր հիմքի երկարությունը 10 է, մեծ սրունքի երկարությունը 6, իսկ սուրանկյունը 60, փոքր հիմքը 10, մեծ սրունքը 6 և սուրանկյունը 60 աստիճան։ Պետք է գտնենք մեծ հիմքը, AD-ն։ Տանենք CH բարձրությունը, CHD եռանկյունուց կունենանք, որ անկյուն HCD-ն 30 աստիճան է։ Ուղղանկյուն եռանկյան մեջ 30 աստիճանի դիմացի կողմը HD-ն հավասարի մեկնաձիգի կեսին, HD-ն 3 է։ BC-ն հավասար է AD-ին, հետևաբար AD կողմը կլինի 13, 29-ի պատասխանը 13 է, փնտրում էր մեծ հիմքը, 30 է։ Գտնենք սեղանի միջին գծի երկարությունը։ Միջին գիծը սրունքների միջնակետերը միացնող MN հատվածն է, որը հավասար է հիմքերի կիսագումարին, 10 պլյուս 13 կես, 23-ի կեսը լինում է 11,5, 31-ը, գտնենք սեղանի մեծ անկյունագիծը, այսինքն պետք է գտնենք B-ից BD-ն, դիտարկում ենք եռանկյուն ABD-ն, AB-ն գտնենք CH-ից, CHD եռանկյունուց նախ, եռանկյուն CHD-ից, քանի որ ունենք 3 և 6 կողմերով ուղղանկյուն եռանկյուն, ապա CH-ի քառակուսին գումարած 3-ի քառակուսին ըստ Պյութագորասի թեորեմի հավասար է CD-ի քառակուսուն։ Այստեղից CH-ի համար կունենանք 3 արմատ 3, տեղադրենք, էլի Պյութագորասի թեորեմով կունենանք BA-ի քառակուսի գումարած AD-ի քառակուսի հավասար է BD-ի քառակուսուն, որտեղից BD-ի համար կունենանք 196, BD-ն ստացվում է 14, ու վերջին ինչ էր ուզում, և վերջինը պահանջում է գտնել սեղանի մեծ անկյունագծի և բարձրության կազմած սուրանկյան մեծությունը։ Դա անկյուն, այստեղ նշանակենք HOD-ն է, HOD անկյունը հավասար է ABD անկյանը, քանի որ CH-ը զուգահեռ է AB-ին, BD հատողով, ու կարող ենք գտնել նաև ABD անկյունը։ Դիտարկենք էլի եռանկյուն ABD-ն և գտնենք անկյան տանգեսից, քանի որ AB-ն և AD-ն ունենք, տանգես անկյուն ABD-ն հավասար է AD-ի հարաբերությունը AB-ին։ AD-ն մեզ մոտ 13 է, AB-ն 3 արմատ 3։ Ազատվենք իռացիոնալությունից, ստացվում է 13 արմատ 3 9-րդ, ստացվում է անկյուն ABD-ն հավասար է արկ տանգես 13 արմատ 3 9-րդ։